չեմ համակերպվել, դա համակերպվելու բան չի, պարզապես այդ ցավի հետ կա հպարտություն, որը ինձ շատ, այսպես ասած, ոգեշնչում է և որտեղ որ այդ Ադամի բացակայությունն է ֆիզիկապես, այնտեղ այն մարդկանց սերն է, որոնք ամեն օր խոստովանում են, սերը որպես հերոսի կերպար, որպես օրինակելի մարդու կերպար, մարդիկ, որ բացարձակ չեն ճանաչել իրեն, վերցնում են նկարը և գնում, ասենք, Իսպանիայում սովորելու և այնտեղից էլ ֆոտոներ են անում, որ շատ հաջողեցինք, քննությունները հաջող տվեցինք, որովհետև Ադամի լուսանկարը ունեինք մեզ մոտ, մեր պայուսակում, մեր գրպանում և այլն։ Այդպիսի լուրեր, այդպիսի խոսակցություններ, այդպիսի նամակագրություն։ Մինչև հիմա ստանում եք։ Այո, մի քանի օր առաջ երկու աղջիկ, էլի, որոնց հետ կապի մեջ եմ, մեկի անունը Ֆլորա, մեկը Հայկուհի, գրում են, որ շատ կարոտել ենք Ադամին, պետք է գնանք եռաբլուր, էլ արդեն չեմ դիմանում, բայց այդ աղջիկները ոչ մի անգամ իրեն չեն տեսել, ոչ մի անգամ, այդ դա է ֆենոմենը Ադամի, ոգեշնչում է բոլորին, թե մեծ, թե փոքր, նույնիսկ մասնագիտությունը կապ չունի բացարձակապես և ուղղակի ես մի քանի անգամ ասել եմ, առիթ է եղել ասել եմ, հիմա էլ կկրկնեմ, այդ ցավը հպարտության հետ զուգահեռ այսպես տանում եմ ինձ հետ, թե չէ համակերպվել, դա երբեք չես համակերպվի, որտև դա օրինաչափ չէ, չես կարող համակերպվել։